Սիրելի գործընկերներ, ինչպես ասում են, չնայած բարդություններին, այնուամենայնիվ հիմա անդրադառնալու ենք մի գեղեցիկ սայկաշարի, շատ հետաքրքիր ոլորտի, ասեմ, որ ես ինքս կրթությամբ ինժեներ եմ և չնայած այն հանգամանքին, որ իմ գլխում իմ ուղեղում ցանկացած բանաձև պետք է ունենա իր տրամաբանական լուծումը, այնուամենայնիվ մինչև սայկաշարը ներկայացնելը ուզում եմ սեփական փորձից և արհեստական բանականության հետ իմ շփումից մի քիչ պատմեմ, ես պարբերաբար շփվում եմ ԱԲ-ի հետ և մի օր հարցնում եմ, խնդրում եմ կներկայացնես ինձ, ինչպիսին եմ ես և դե իմ հեռախոսն է, իմ մասին ամեն ինչ գիտի ու պատվում ասում է, դե դու ակտիվ մարդ ես, լիդեր ես, զբոսաշրջության սպորտի ոլորտում, սենց քաղաքականությամբ ես զբաղվում և այլն, սենց ուրախանում եմ, ասում ես ինչ լավ է ինձ նկարագրում, ասում եմ, դե մի հատ խնդրում եմ իմ նկարը ցույց տուր ու այդ պահին ցույց է տալիս կոստյումով և փողկապով տղամարդ այսպիսի դիրքով կանգնած և ասում եմ, բայց չէ որ դու գիտես, որ ես կին եմ, ասում է, պատասխանում, ասում է, գիտեմ, որ դու կին ես, ասում է, բայց ես հատկություններով ես քեզ որպես տղամարդ եմ ընկալում, այնպես որ խնդրում եմ շատ մի վստահեք և այդքան էլ մի հավատացեք այն ամենին, ինչ որ ինքը ձեզ ասում է, զբոսաշրջության կոմիտեի կարգախոսն է մեր The Hidden Track-ը, այսինքն մենք դեռ թաքնված և չբացահայտված ենք աշխարհի համար, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք, որպեսզի աշխարհը մեզ բացահայտի, այստեղ գտնվում են թվայնացման ոլորտի գուրուներ, ասեմ, որ զբոսաշրջության կոմիտեն թերևս չթվայնացված պետական կառույց է, որի թվայնացման մասին ես այսօր ձեզ կպատմեմ, որովհետև մենք արդեն նախաձեռնել ենք թվայնացումը։ Ասեմ, որ այս պահին զբոսաշրջության կոմիտեն մշակում է 2026-2030 թվականների ռազմավարությունը, որտեղ ներկայացված է լինելու մեր զարգացման ուղղությունները, առաջինը և առաջին 3 հիմնական ռազմավարական ուղղությունները դրանք են մեր հյուրընկալությունը, պատմամշակութային արժեքները, գիտեք, մենք Հայաստանում ունենք 25,000 գրանցված պատմամշակութային օբյեկտ և երրորդը արկածային զբոսաշրջությունն է, այս տարի Բեռլինում, ITB Բեռլին զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում մենք արժանացել ենք 2025 թվականի լավագույն արկածային ուղղություն մրցանակին։ Մի փոքր տեղեկատվական սլայդ է, ձեզ չծանրաբեռնեմ, ասեմ, որ հաջորդիվ նաև մեր ուղղություններն են զարգացման բժշկական զբոսաշրջությունը, ինչի համար մենք նախորդ շաբաթ ունեցանք առաջին անգամ Հայաստանում բժշկական զբոսաշրջության ֆորում, որտեղ հանդիպեցին բժիշկները, զբոսաշրջային օպերատորները, ապահովագրողները և իրավաբանները, կարծում ենք, որ մենք ունենք այդ պոտենցիալը, այդ ներուժը, սակայն մինչև այս պահը ինքը կազմակերպված չի և թվայնացված չի, ուզում եմ ձեզ նաև ուրախացնեմ, հայեր, որոնք ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նախաձեռնել են անվճար ստեղծել հարթակ, որտեղ կհանդիպեն իմ բոլոր նշած շահառուները և մենք կունենանք թվայնացված բժշկական զբոսաշրջություն։ Ինչից սկսվեց թվայնացումը։ Սկսվեց 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած զբոսաշրջության մասին նոր օրենքից, որից բխում են 28 ենթաօրենսդրական ակտեր, որոնցից մեկը հենց զբոսաշրջության թվայնացման հարթակն է։ Իհարկե զբոսաշրջության կոմիտեն ներկայացված է տարբեր թվային հարթակներում, դա մեր կայքն է, Armenia.travel-ը, սոցիալական ցանցերում ենք, YouTube-ում ենք և հիմա կմեկնարկի կամ կգործարկվի tourism.igov.am կայքը, այս պահին պարոն Ներսես Երիցյանենց գրասենյակում է գտնվում ուսումնասիրման փուլում մեր կայքը, ինչ է դա իրենից ենթադրում։ Մենք մինչև այս պահը ունենք, փաստացի չունենք, որ իհարկե շատ տխուր փաստ է, զբոսաշրջության մասին հստակ տեղեկատվություն, այսինքն գիտենք ՊԵԿ-ից, վիճակագրական կոմիտեից և այլ աղբյուրներից ստանում ենք տեղեկատվությունը, բայց ինչպես ասում է դասականը,
կա սուտ, կա խայտառակ սուտ եւ կա վիճակագրություն։ Եվ որպեսզի չհիմնվենք վիճակագրության վրա, մենք ստեղծում ենք մեր էլեկտրոնային կայքը, որը նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղիղ հանձնարարականով է իրականացվում tourism.gov.am հարթակը։ Այստեղ կհանդիպեն զբոսաշրջության բոլոր սուբյեկտները։ Դրանք են զբոսաշրջային օպերատորները, գործակալները, զբոսավարները, ուղեկցորդները, հյուրանոցները, որոնք մեզ կծանուցեն ծանուցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համաձայն, եւ ավտոբուսները նույնպես, որոնց մասով եւս մեկ օրենսդրական ակտ է մշակվում Գերմանիայի կառավարության հետ, միջայլոց տարբեր միջազգային դոնորներ մեզ օգնում են ռազմավարության եւ մյուս ենթաօրենսդրական ակտերի մասով, որով կսահմանվեն ավտոբուսների հստակ չափանիշներ, որքան էլ որ դա տխրեցնում է գործարարներին, այդ փոխադրողներին, ավտոբուսներին, բայց մենք սահմանելու ենք հստակ չափանիշներ եւ մի քանի տարի հետո, սկզբից 5 տարի հետո եւս 5 տարի հետո, այս գործող ավտոբուսների պարկը ամբողջությամբ օրենքով սահմանված կարգով կփոխարինենք։ Ինչպես են զբոսաշրջային օբյեկտները հայտնվելու մեր հարթակում։ Սա շատ պրիմիտիվ, շատ բաց հարթակ է, նման է լինելու մեր բոլորի սոցիալական էջերին կամ հարկ վճարողների անհատական գրասենյակին, ամեն զբոսաշրջային սուբյեկտ առանձին կունենա իր էջը, կունենա լոգին, կունենա գաղտնաբար, որտեղ մուտք կգործի եւ կսկսի մեզ զբոսաշրջության կոմիտեին ծանուցել իր գործունեության մասին։ Փաստաթղթերի նվազագույն ցանկ կա, ամենանվազագույն ցանկն է սահմանված փաստաթղթերի, թե իրենք մեզ ինչ պետք է ներկայացնեն, եւ այդ փաստաթղթերը ներկայացնելուց հետո իրանք պետության կողմից կնույնականացվեն կամ ինչպես էլի սոցիալական հարթակների տրամաբանության մեջ է դրված, կստանան այդ նույնականացման վերիֆիկացիայի բջիջկան, ինչ կտա սա մեզ բոլորիս որպես վերջնական սպառողներ, զբոսաշրջիկին, որոնք գալիս են Հայաստան եւ հենց իրենց զբոսաշրջային սուբյեկտներին։ Առնվազն դաշտը կմաքրվի մեկ օրում, ասենք Instagram-ում կամ Facebook-ում էջ բացած եւ իրենց զբոսաշրջային օպերատոր կամ գործակալ հռչակած սուբյեկտներից։ Եթե զբոսաշրջային սուբյեկտը չի հայտնվում մեր կայքում, իսկ ծանուցման մասին օրենքը ասում է, եթե դու չես ծանուցել, ուրեմն դու գործունեությունը իրականացնում ես ապօրինի, մենք ունենում ենք բոլոր իրավունքները եւ գործիքները նրանց գործունեությունը կասեցնելու։ Մենք նաեւ նախատեսել ենք որակավորման չափանիշներ, ինչպես որ վարորդները ունեն բալեր, որոնք նվազում են իրենց գործունեության արդյունքում, վարելու արդյունքում, այդպես է զբոսաշրջային սուբյեկտները կունենան 20 միավոր եւ տարբեր վարչական ակտերի, բողոքների եւ այլ նյութերի հիման վրա, բարձր, մենք կպակասեցնենք նրանց միավորները, ինչ որ մի պահից սկսած մենք կարող ենք դադարեցնել նրանց գործունեությունը, եւ եթե չեն վերացվում թերությունները, ընդհանրապես կարող ենք կասեցնել նրանց գործունեությունը, այստեղ գրված են այն բոլոր հիմքերը, օրինակ 5 եւ ավելի բողոքի դեպքում, մեկ օրացուցային տարվա մեջ եւ այլ վարչական ակտը կարող են բերել նրան, որպեսզի մենք դադարեցնենք նրանց գործունեությունը։ Այդ էլեկտրոնային հարթակը կկոչվի Գրանցամատյան եւ սա այն գործիքն է, որով զբոսաշրջության կոմիտեն ի վերջո կիմանա, թե Հայաստանի Հանրապետությունում քանի հյուրանոց կա, քանի հյուրատուն կա, ամեն քաղաքում մենք քանի մահճակալ ունենք, քանի հյուր միաժամանակ կարող ենք ընդունել Հայաստանի Հանրապետությունում եւ նմանատիպ աշխատանքային հարցեր, որոնք այսօր արվում է, կարելի ասել գործընկերային եւ ուղղակի այսպես ասած ծանոթի միջոցով, որովհետև շատ հաճախ ուղղակի մեծ քանակի պետական այցերի դեպքում մենք իրականացնում ենք ձեռքի աշխատանք կամ տնային աշխատանք անձամբ հետևելով տվյալ հյուրանոցների եւ հյուրատների աշխատանքին։
Համագործակցություն ՏՏ համայնքի հետ արդեն ասեցի, որ պետական մարմինների հետ ենք համագործակցում եւ նաեւ ուզում եմ մի կարեւոր փաստ նշել, աշխարհում կան տասնյակ հազարավոր զբոսաշրջային հավելվածներ, app-եր, որոնցից մենք օգտվում ենք։ Կլինի Booking-ը, Expedia-ն, այլ ավիատոմսեր ամրագրելու եւ այլն։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ հիմա Հայաստանում կան նաեւ մի շարք ստարտափեր, որոնք գրում են զբոսաշրջային հավելվածներ։ Դրանք են քայլարշավային հավելվածները, հյուրանոցային հավելվածները եւ զբոսաշրջության կոմիտեն իհարկե համագործակցում է այդ բոլոր հավելվածների հետ եւ այդ լավագույն հավելվածները նույնպես մեր կողմից կնույնականացվեն եւ կհայտնվեն մեր կայքում։ Զբոսաշրջության կոմիտեն իր առաջ դրել է մի քանի նպատակ։ Առաջինը իհարկե հարմարավետ դարձնել Հայաստանի Հանրապետությունը ներքին զբոսաշրջության համար։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, չնայած որ վիճակագրություն ասում է մոտ 2 միլիոն մարդ ճանապարհորդում է տարվա ընթացքում, բայց հաճախ երբ Սյունիքում հարցնում է Սյունեցուն, նա Շիրակում չի եղել, Վանաձորում հարցնում ես, Վայոց ձորում չեն եղել, առաջին նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար զբոսաշրջության ավելի հարմար պայմաններ ստեղծելն է։ Երկրորդը արդեն ներգնա եւ արտագնա туриզմի նպաստելն է, խթանելն է, ինչպես գիտեք օրեր առաջ զբոսաշրջության կոմիտեի էկոնոմիկայի նախարարության եւ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ստորագրվեց նոր պայմանագիր Վիզեր ավիափոխադրողի հետ եւ Վիզերը կբազավորվի Հայաստանում, առնվազն 8 նոր ուղղություն կբացվի եւ մեր նպատակն է Վիզերին տանել Գյումրի։ Վիզերը կբազավորվի Հայաստանում եւ պարտադիր պայմաններից մեկն է, որ ինքը նոր չվերթներ ունենա Գյումրիից։ Բացի այդ նշված ուղղությունները մենք նաեւ ուզում ենք Երևան, Լոնդոն, Երևան, Մադրիդ եւ ելի մի շարք ուղղություններ, որոնց ուղղությամբ մենք հիմա աշխատում ենք։ Շատ կարևորում ենք նաեւ ակտիվությունը արաբական ծոցի երկրների հետ, մասնավորապես Միացյալ Էմիրությունների, Քաթարի եւ ծոցի մյուս երկրներից ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելուն Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես luxury туриզմով, քանի որ ի տարբերություն արկածային туриզմի համար եւ ուսապարկով Հայաստանի Հանրապետություն եկող զբոսաշրջիկների, արաբական աշխարհի զբոսաշրջիկները հիմնականում հետաքրքրված են լյուքս դասի туриզմով, օրինակ բազեների որսով եւ նման հետաքրքիր ոչ ավանդական զբոսաշրջության, ինձ այնտեղից հուշում են, որ 2 րոպե է մնացել։ Շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար։ Իրականում քիչ բան ունենք արած թվայնացման ոլորտում, բայց կարծում եմ, որ լինելով այս ակումբի անդամ, զբոսաշրջության կոմիտեն նույնպես մեծ քայլերով առաջ կգնա եւ մեր հաջորդ հանդիպանը ես ձեզ կներկայացնեմ արդեն թվայնացման արդյունքները։ Շնորհակալություն։